պետական դավաճանների համար պիտի լինի մահապատիժ, օրենքով սահմանված կարգով։ Հայաստանը պիտի դուրս գա մահապատիժն արգելող կոնվենցիայից եւ համաժողովրդական հանրաքվեով վերականգնի մահապատիժը պետական դավաճանության եւ առանձնապես խոշոր չափի պետական թալանի համար։ Սա է իմ նպատակը, սա է մեր թիմի նպատակը, սրա համար ենք մենք մասնակցում ընտրությունների։ Իմ ոսկի տարիները ես նվիրեցի Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես աշխատելով խորհրդարանում։ 3 գումարման խորհրդարանի պատգամավոր եմ եղել։ Ոչ մի կերպ չեմ առնչվել տուրուարի, թալանի ու նմանատիպ այլանդակությունների հետ։ Ով որ չի հավատում, կարող է հարցնել ողջ առողջ ապրող Սերժ Սարգսյանին։ Օրինակ, երբ որ Բարգավաճ Հայաստանը 15 թվականի բամփել-դմփելուց հետո անցավ իշխանության ազդեցության ներքո, չի եղել արդյոք, որ Սերժ Սարգսյանի կաբինետում, գործող Հայաստանի Հանրապետության նախագահի կաբինետում առաջարկվի համագործակցել իրենց հետ եւ ես Տիգրան Ուրիխանյանը հրաժարվի այդ համագործակցությունից։ Փողոցներում թափառող Նիկոլ Փաշինյանին կարող եք հարցնել. չի եղել արդյոք, որ իր վարչապետի կաբինետում կամ իր ամառանոց դաչայում Տիգրան Ուրիխանյանին առաջարկի քաղաքական համագործակցություն։ Հասկանալի է ինչա նշանակում քաղաքական համագործակցություն, քանի մարդ կոչվածի է առաջարկվել քաղաքական համագործակցություն ու ինչքան հիմա կեղծ ընդդիմադիրներ կան, որոնք քաղաքական համագործակցության մեջ են իշխանություն կոչվածի հետ։ Եղել է նման բան, թե չէ, հարցրեք դրան փողոցում շրջելիս։ Եվ ոնց ստացվեց դրանից հետո, որ Տիգրան Ուրիխանյանի ազնվությունը հերիքեց հրաժարվել, մերժել, լքել Հայաստանը եւ սկսել ծայրահեղ արմատական, իսկական ընդդիմադիր գործունեություն, որի պատճառով հիմա ես հետապնդվում եմ ընդամենը կոչեր անելու համար։ Մարդ, որ կյանքում ոչ մի անգամ, ոչ մի հանցագործություն չի կատարել, ոչ մի կոպեկ չի գողացել ոչ պետությունից, ոչ էլ որևէ մեկ այլ մարդուց, հետապնդվում է քրեորեն սեփական երկրի հայրենիքի իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների կողմից, ընդամենը կոչ անելու համար։ Ամբողջ քարոզարշավը ես կառուցելու եմ ֆեյք իշխանափոխության, սարքած պատերազմի, փողով վաճառված Արցախի եւ Հայաստանի տարածքների, փողի դիմաց հողին տրված մի ամբողջ սերնդի պատմության վրա։